Տիկին Ղազարյան, ասեմ ձեզ, կրկին, անդրադառնալով ձեր հարց տվողի թեմային, նախ իրապես շատ լավ, որ մենք ունենք Անվտանգության խորհրդի նոր քարտուղար, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել պարոն Սիմոնյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ, ինչ վերաբերվում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ ձեզ հարց տվող հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան կամ ընդունելի է, որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան պատգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն եւ ես կհոգամ, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ, հորդորեն, որ այդ պոետիկ իրանք զեղումները իրանք տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։